Պողոսը աղոթում էր, որպեսզի թեսաղոնիկեցիների սրտերը մխիթարվեն, եւ թեսաղոնիկեցիներին ուղված երկրորդ նամակի 2:15-ում ասում է. բայց ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ մեր Աստվածը եւ Հայրը, որ սիրեց մեզ եւ հավիտենական մխիթարություն տվեց մեզ եւ բարի հույս շնորհքով, եւ ապա նա խնդրում է, որ նրանց սրտերը մխիթարվեն, բայց ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ մեր Աստվածը եւ Հայրը, որ սիրեց մեզ։ Մարդիկ ծաղրում էին քրիստոնեական հավատքը, սակայն Քրիստոսը դիպավ մեզ եւ հավիտենական մխիթարություն տվեց մեզ եւ բարի հույս շնորհքով, եւ ինչու, որպեսզի մենք կարողանանք մխիթարել ուրիշներին։ Մենք երբեք չպետք է կորցնենք մեր հույսը, քանի որ երբ Հիսուսը գա, մենք կբարձրանանք դեպի երկինք եւ կապրենք հավիտենական կյանքով, իսկ դու ազատվիր հիմա բոլոր մեղքերից։ Աղոթենք. Հայր, ցույց տուր մեզ, թե ինչն է սխալ, որպեսզի կարողանանք ազատվել դրանից։ Տեր, այս կինը, տղամարդը, որոնք մոլորվել են, թող նրանք վերադառնան քեզ, Տեր, խնդրում եմ, Տեր Աստված, օգնիր Հիսուսի անունով, ամեն։